Հարգելի դիտողներ, մեր հաջորդ հյուրը արդեն տաղավարում է, ես ներկայացնեմ Հայաքիվե միավորման խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյան, ողջույն պարոն Մանվելյան։ Բարև ձեզ պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Այս վերջի շրջանում հատկապես ընտրություններից հետո, առաջ էլ ենք խոսում, բռնապետության հաստատման այդ վտանգավոր միտումներից, այսինքն կոշտացման, ոչ թե հաստատման, հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչքան կարող է շարունակել, ով է քարտ բլանշ տալիս Նիկոլ Փաշինյանին անելու այն, ինչ որ հիմա ինքը անում է։ Ես նոր նշեցի, որ եթե առաջ ընդդիմադիրներին հետապնդում էին տարատեսակ, տնտեսական, այլ տիպի քրեական գործերով, ասենք բիզնես ունի, չգիտեմ ինչ ունի, ընտրությունների կեսից դա Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ ազդակտրվեց, սկսեցին մաքուր քաղաքական գործիչներին տարատեսակ հոդվածներով, սարքելով, կարելով ձերբակալել Անդրանիկ Թևանյան, Արմեն Աշոտյան, Ավետիք Չալաբյան, հետո Գագիկ Ծառուկյանը, բայց Գագիկ Ծառուկյանը արդեն բիզնեսի տրամաբանության մեջ է տեղավորվում, բայց ակնհայտ քաղաքական հետապնդումով էլի շարունակվում են հիմա Նարեկ Կարապետյանի վրային քրեական գործառույթեր, Ուժեղ Հայաստանից Դավիթ Նախասենյան, Ալիկ Ալեքսանյան, Ալիկ Ալեքսանյան, հետո Մամիկոն Ասլանյանի նկատմամբ նորից չոր վերաբացել։ Հայաստան Դաշինքից իշխան Սաղաթելյան կարծեմ իր վրա էլ քրեական գործ կա, թե արդեն չեմ էլ հասկանում իրենց այդ քրեական գործերից, որովհետև այնքան խառնիճ աղանջ, կիսատ բռած տեղից ընդեղից, որ իմ մոտ տպավորությունն է, որ ամբողջ Հայաստանի ընդդիմադիր դաշտը դատվում է ուղղակի։ Չէ, ոչ թե տպավորություն, ասում դա հենց տենց էլ կա։ Եթե դու ընդդիմադիր ես, դու արդեն նույնիսկ եթե դու ինչ-որ քաղաքական կուսակցություն անդամ չես, այլ ընդդիմադիր հայացքներ ունես, դու արդեն պոտենցիալ դատապարտյալ ես, էլի։ Հոդված ոնց որ ասում կգտնվեն 30-ականների Ստալինյան ժամանակաշրջանում, ասում главное был бы человек, ստատյան այդյոց, հիմա դա։ Եթե քննադատում ես վերջ, նշանակում հոդված կգտնեն։ Դատարաններն են տրոյկաներն են, հա, լրիվ տրոյկաների են վերածվել, արագ-արագ շտամպով դնում են 3 ամիս, չոր արգելելով որ падգամավորները մուտք գործեն, արգելելով որ ընտանիքի անդամները, երեխաները չփոփոխեն։ Հա, սա ավելի շուտ այս 2 ամսվա ասենց ասեմ ժամանակավոր իբր թե երևույթ է, ինքը իր ձեր մեջ պատժամիջոց է։ Շատ դեպքերում հասկանում ենք, որ այս մարդկանց գործերը դատարաններում կքանդվի, այն այսչան կեղծ ու մտածածին են։ Բայց եթե հնարավոր է մարդուն դիսկոմֆորտի մեջ դնել, հնարավոր է պատժել այդ 2 ամսով կտրելով ընտանիքից, տանելով այս շոկին, ասենք ամենածանր պայմաններում պահելով մարդկանց, որոնք ասենք թե նենց էլ չեն որ երիտասարդ մարդիկ են, էլի արդեն բավականին կյանքի փորձ ունեցող անցած որոշակի հիվանդություններ ունեն, պարզա որ դա բերում է այդ հիվանդությունների խորացման, վատացման, դուք չեք կարող ասել մի դեպք, որ թվում է առողջ տղամարդը մեկը գնաց մի ամիս, 2 ամիս հետո գնում ես ընկնում է հիվանդանոցներ, քան գնում է պահում ամենածանր վատթարագույն պայմաններում։ Ունեցած նաև հոգեբանական ճնշումը։ Խիստ ռեժիմը, օրինակ նույն Արեգնազ անհասկանալի էլի Արեգնազ Մանուկյանին զրկել անչափահաս երեխու հետ հանդիպելուց կամ խոսելուց, դա ինչա տալիս նախաքննությանը։ Միայն Արեգնազ Մանուկյանին ենք ասում, որովհետև նա կին է, բայց նույնը կարելի ասել Անդրանիկ Թևանյանի հետ կապված, ասենք երեխու հետ տեսակցելը, ինչ է փոխելու էլի այդ նախաքննությունը, Ավետիք Չալաբյանին նույն ձևով չէ, ասենք երեխայի անչափահաս 9 տարեկան տղա երեխայի հետ շփվելու ցեն արգելել եւ այլն։ Նույնիսկ եմ գրում, սա պատժամիջոց է, ըստ իրենց պատկերացում։ Նրանք պատժում են մարդկանց, որոնք համարձակվում են կարծիք ունենալ։ Լավ, ինչ են ուզում դրանով ցույց տան, ինչ ազդակ են ուղարկում հանրությանը այս կոշտ վերաբերմունքով։ Նայեք, եկեք այստեղ մի քանի գնահատական հնչեցնենք, էլի, այդ դուք ասում եք, որ բռնապետությանը նման, իմ խորին համոզմամբ Հայաստանում ձևակերպված է հստակ կերպով բռնապետություն։ Արդեն վերջնական։ Հա, սա ամսի 7-ին էս այսպես կողջած ընտրությունների կեղծմամբ իրանք վերջնականապես հաստատեցին Հայաստանում բռնապետությունը, որը ձգտելու է, եթե մենք մի քանի տարի առաջ խոսում ենք որպես ավտոկրատիկ համակարգ, ապա հիմա հստակ կերպով բռնապետությունը, որ ձգտելու է դառնալ տոտալիտար համակարգ։ Իրանց նպատակը Հայաստանում լիակատար տոտալիտարիզմ հիմնելն է, ու այն սահմանադրական փոփոխությունները, որը գոնե նրա մասով մենք իմանում ենք, կամ էլ են օրենսդրական
սոցիալական փոփոխություններ, որ իրանք փորձում են անեն, որոնք ժամանակ առ ժամանակ մտնում է լրատվամիջոցներ, մենք ինչ ենք տեսնում։ Իրանք ուզում են տոտալ վերահսկողություն հաստատել լրատվամիջոցների նկատմամբ։ Հաջորդ թիրախում լրատվամիջոցներն են լրագրողները։ Եթե տոտալիտարիզմը հիմնվում, ապա հաջորդ թիրախը լինելու է լրատվամիջոցները, լինելու են ազատ ինտերնետային այս ալիքները եւ այլն եւ այլն, եւ նաեւ չզարմանաք, որ սոցցանցերը լինեն արդեն իրանք վերահսկողության տակ, որը իրանք մասամբ արդեն անում են, բայց ավելի եւ այլն, այսինքն տարբեր քաղաքական Այսինքն իր կիրթ Ալիևի ռեժիմի կոպիան է այստեղ հաստատում։ Նույնը անում է Ալիևը։ Իմ խորին համոզման ինքը ավելի շատ Էրդողանից է կոպիաներ անում, որտեվ Էրդողանը իդեպ հետաքրքիր բաներ անում, ճակերտավոր էլի, ինքը օրինակ ընդդիմադիր, ինչքան ընդդիմադիր բաներ էին, որոնք հաղթում էին տեղերում, տեղային քաղաքապետներ եւ համայնքապետեր բոլորին ձերբակալում։ Ստամբուլի քաղաքապետը։ Ստամբուլի ամենահայտնին դա Ստամբուլի քաղաքապետն էր, որը շատ ընդդիմադիր էր եւ որը նաեւ շատ բարձր ռեյտինգ ուներ։ Ինքը փաստացի ոչնչացեց այդ մարդուն իր ռեյտինգով ձերբակալելով եւ այլն։ Այսինքն իրան գնում են Էրդողանից երևի ինձ այդ ինստրուկցիաներ են ստանում, չզարմանանք էլի դրա վրա եւ փորձում են կրկնել էլի, որտեւ Էրդողանը էլ այսպես կոչած կեղծ ընտրական համակարգի հիմնված, բայց ընտրություններ պարբերաբար կեղծելով հիմնվելով հատկապես Թուրքիայի sense անգրագետ գյուղացիական մասսայի վրա, ստեղծել է sense մի համակարգ, նույնն էլ կրկնում են սրանք եւ փորձում են ստեղծել Հայաստանը մի համակարգ ու դրա համար նաեւ ունենալով այդ էլ սա էլ նշենք որոշակիորեն Եվրամիության եւ Արևմտյան մի շարք կառույցների աջակցությունը։ Ինչի որոշակիորեն, եթե ոչ միանշանակ։ Հա, ցավոք սրտի, ցավոք եմ ասում, որտեղ օրինակի համար ինձ համար, գոնե մեր կառույցի համար, հայ-քվեի համար, իսկապես ժողովրդավարությունը սա արժեք ունեցող կարևորագույն համակարգ է, խոսքի ազատությունը եւ այլն եւ մենք դուրս ենք եկել նաեւ դրա համար պայքարի, բայց նրանք որոնք իբր թե ժողովրդավարության, խոսքի ազատության, խղճի ազատության ջատագովներ են, այսօր աչքերը փակում են, չտեսնելու տալու, ու իդեպ նկատենք ոչ միայն Հայաստանում, այլ նույն Ադրբեջանում, այսինքն նույն այդ անձիկ են Կայակալաս կոչվածը, մյուսը, որոնք գնում են Բաքվում, Ֆոնդերլայնը մի բերան չեն խոսում, օրինակի համար ըստ միջազգային բոլոր մարդու իրանքների պաշտպանության կառույցների միայն Բաքվում 370-ից ավելի Բաքվի բանտերում իրենց հենց քաղբանտարկյալներն են լրագրողները Բայց մեր ավելի շատ է երևի։ Դե մենք քաղաքական դրդապատճառներով այնտեղ հայտնված։ Ըստ իմ ունեցած տվյալների խոսքը գրում է 100-ից ավելի արդեն ձերբակալված, ասեն զուտ քաղաքական դրդապատճառներ։ Բայց եկեք հիշենք էլի, ընտրությունների նախօրեն եւ ընտրությունների շրջանում մոտավորապես 700 տարբեր քաղաքական ակտիվիստներ են ձերբակալվել։ Սա ֆանտաստիկայից է, էլի, sense այս մարդիկ նախանձում են ինձ թվում Ալիևին, ուզում են անպայման նմանվել նրան։ Կամ անցնեն։ Հա, չէ, իհարկե միանշանակ ուզում են անցնել հայկական այդ սաղին տանկ անցնեն գենը մեջները կա էլի ցավոք սրտի, բայց ոչ թե լավ գործերում, այլ վատերով։ Այսինքն ավելի շատ մարդ ձերբակալ են, ավելի շատ ակտիվիստների փակ են, հիշենք էլի, որ ընտրությունների օրը ընդդիմադիր կառույցների շտաբերը պարբերաբար շրջափակվում են իրենց տարբեր տեսակի ուժային կառույցների կողմից։ Իսկ սա էլ է աննախադեպ էլի, գոնե շատ գեշ նեղանում են, որ մենք իրանց ասում ենք ընտրակեղծարար, բայց ընտրակեղծարարություն այդ օրը կեղծելու մեջ, օրինակ ընտրակեղծարարությունը նրա մեջ օրինակ Սամվել Կարապետյանը, որ ամենախոշոր քաղաքական ընդդիմադիր ուժի լիդերը, թույլ չեն տալիս, որ գնա ընտրությունների մասնակցի, որ դու քո ընդդիմադիրներին զրկում ես ազատ մրցակցությունից, սա արդեն ընտրակեղծարարության թիվ 1 նշան է։ Իսկ այս մարդիկ տիպիկ ընտրակեղծարարն են, մյուսները չեմ նշում, էլի, ասենք բանակի քվեարկությունը massայաբար։ Հիմա իրանք իդեպ մյուս կեղծիքն են, սուտն են տարածում, օրինակի համար տեսեք Տիգրանաշենը, այսքան մարդա մեզ կողմ քվեարկել կամ Կիրանցում, որը բացարձակ կեղծիք է, որովհետև Տիգրանաշենը այդքան բնակիչ չկա։ Որտեվ ոչ Կիրանցում, ոչ Տիգրանաշենում այդքան բնակիչ չկա։ Իրանք այդ բարձր քվեները ստացել են, այնտեղ գտնվող սահմանապահ զորքերի օգնությամբ։ Տեղի բնակիչները մենք հստակ գիտենք, չեն կողմ քվեարկել իրենց ուժերին, ԿՊ-ին այնտեղ ձայն չեն տվել, իրենք շատ քիչ են ձայն հավաքել, իրենք ձայն հավաքել են սահմանապահ ուժերը բերելով, այդտեղ մտցնելով նրանց հաշվին, որտեղ նայում ես ասենք թե նույն Տիգրանաշենը 150 ընտրող կա, 500-ից ավելի ընտրող է մասնակցել, չէ՞ արծար մնացած ովքեր են։ Այսինքն Գեբելսյան քարոզությունն է սրանցը, այսինքն այդ բնակավայրերից հեռու ապրող ինչ որ մի գյուղում նայում, հա, ասում եմ, վայ, Տիգրանաշենը, որը ինքը անկլավը համալում եւ այլն։ Եվ որ բացահայտացել է որ տալու են։ Հա,
ու ասում է կողմ են Ընտրել են քվեարկում։ իրեն։ Բա ասում է, եթե դու կողմ ես քվեարկում, Ես կպայքարեմ հա, կողմը։ պայքարեմ, այո։ Սա նշանակում է, իրենք նաև տանում են տարածքներ Հայաստանից հանձնել տրամաբանության մեջ, սրա մեջ հստակ գործունան։ Եվ փորձում են այդ, ասենք, տեսեք, իրանց տվել են կեսից ավելի, բայց մարդիկ գոհ են, չէ, գոհ չեն։ Սուտ է, Կիրանցում Գեգամ եւ Նազարյանը գոհ է։ Բայց այդ Հիմա իմիտացիան եկեք ոնց ասած սեղանի շփոթից անուններ չտանք։ Գոհ մարդիկ կան, այդ եմ ուզում ասել, էլի։ սահմանային շրջաններում ապրող բնակիչների մոտ այդ իմիտացիան ստեղծում են, որ տեսեք, Հա։ կողմ են, իրանց ընտրում են։ Մարդիկ իրենց քաղաքականությունից գոհ են։ Որտեվ նայեք նույն ընտրությունների ժամանակ շատ գյուղեր են եղել, որտեղ բաց քվեարկություն եղել, որտեղ գյուղապետը եղել է նաև հանձնաժողովի նախագահ։ Ասում ես, ու այդ գյուղապետը կանգնել ու գիտել է իր գյուղացին ով գալու է ոնց քվեարկի։ Պարզա այդ գեստապոական հայացքի տակ գալ այլ կերպ քվեարկել շատ քիչ մարդ կա համարցակվել։ Գյուղապետը կանգնում ու նայում ով է գալի, ասում են ամել հանձնաժողովի նախագահն է։ Այսինքն այս ընտրակեղծարարությունը հիմք վերջնականապես ու սա շեշտենք չնայած զանգվածային ընտրակեղծարարության, որ եւս մի քանի փասել 18000 ինչ որ հայտնվեց փակ ցուցակներ։ Հա, դա էլ էր անհասկանալի, թե ինչ փակ ցուցակ ովքեր են։ Հիմա սենց հարց եմ միշտ տալի, այդ 18000 մարդը զուտ Երևան քաղաքում քանի անգամ կարային գնային քվեարկեն։ Անվերահսկելի է։ Անվերահսկ մարդը գալիս է, ասում է փակ ցուցակում է։ Այսինքն ժամը 1, եթե այդ մարդիկ մի ընտրատեղամաս մտնեին, չէ, Երևանում կարային իրար կողքից ընտրատեղամաս։ Այդ եմ ասում, ժամը 1, եթե քվեարկեն, այդ արդեն կարային 15 րոպեն մտնեն այս ընտրատեղամաս քվեարկեն, հետո ցուցակով ունեն իր անունները որտեղ կա։ Գնան հետո ընտրեն, հետո 4-րդ, հետո 5-րդ։ Հա, թեորիապես հնարավոր է դա հնարավոր, որտեղ ցուցակները փակ են։ Հա։ Նույնն էլ վերաբերում է, ասենք թե անձնագրերին, չէ, 100,000 մոտապես անձնագիր համակարգը չի ճանաչում, ո՞նց կարող է այդպես բան լինի։ Այսինքն, եթե չի ճանաչել, դա ինչ է նշանակում, որ ինքը տեղ ընտրելուց հետո կարող է գնալ մյուս ընտրատեղամաս։ Ես չգիտեմ, բայց սովորաբար պատահում է, որ անձնագիրը համակարգը չի ճանաչում, ձեռով են մտցնում, տենում են, որ այդ անձնագիրը կա։ Ու սովորաբար դա լինում է մի քանի հազար, լինում է։ Բայց 100,000 սա էլ աննախադեպ։ Եկեք դա այս փաստը։ Այսինքն տարօրինակություններ են, որոնք կասկածի ու հարցերի տեղիք են տալիս։ Իհարկե, մեծ թվով հարցերի տեղիք են տալիս, եւ դրա մասին պետք է անդադ խոսել բարձրաձայնել։ Բայց այս ամեն ինչի մեջ, եթե ընտրակեղծարարություն, ընտրակողությունից ենք խոսում, ԲԿ-ին դուրս թողնելն էր։ Սա արդեն թագ ու պսակներ, էլի, սա արդեն ոնց որ ասում են ու հիշենք էլ մի բան էլ հիշենք էլ դա տեղի ունեցավ Հաջիևի այցի օրը։ Այդ չէի ֆիքսել։ Այսինքն այնքան իրադարձություն։ Այդ նույն օրը, որ Հաջիևը եկել էր տիրոջ պես ֆրֆռում էր Դիլիջանը, հիշում եք չէ՞ նկարները։ Այո։ Հա, ու ինչքան հասկանում եմ ինստրուկցիաներ էր տալ, թե հետագայում ինչա պետք անել։ Եվ պահանջել էր, ասենք թե հենց ԲԿ-ին զրկել, որտեղ այդ դեպքում գոնե իրանք 3-5-րդը ձևավորվում է։ Պարոն Մանվելյան, կարծում եք, որ օրինակ շատերը որ լսում են, երևի որոշ մասը չի ուզում հավատալ, ուղղակի զուտ բանից ելնելով, պատվախնդրությունից ելնելով, մի մասը չի ուզում պատկերացնել։ Կարծում եք, որ Ադրբեջանը, Բաքուն նման ազդեցություն ունի Հայաստանի ներքին կյանքի վրա։ Եկեք ոնց ասած ոչ թե ենթադրություններ անենք, նույն Բաքվից հնչող տարբեր հայտարարություններ հիշենք, էլի, ասենք թե նույն Բաքվից հայտարարում են, որ Նիկոլես ընտրությունը դա նաև իրենց քաղաքականության արդյունքն է, որ սա իրենք այնց արեցին, որպեսզի Նիկոլը կարողացավ վերարտել դրա մասին ադրբեջանական տարբեր քաղաքական գործիչներ ու հայտարարել։ Ու այդ Հաջիևի այցը հենց այդ օրը Դիլիջանում սա էլ նկատենք էլ ինչու հենց Դիլիջանում։ Իմ խորն համոզում սա ինչ որ առման այ Ռուբեն Վարդանյանին ստորացնելու ինչ որ ձև էին գտնում էլի ավելի ցավ պատճառելու այդ մարդուն որովհետև նրան ցավ պատճառելու շահի մեջ կա եւ այսօրվա Հայաստանի ղեկավարության եւ Բաքվի ղեկավարության շահերը համընկնում են ոնց կարելի է Ռուբեն Վարդանյանին մաքսիմալ ցավ պատճառել գնալ այն քաղաքը որտեղ ինքը 100 միլիոնավոր ներդրումներ արել այդ քաղաքը վերականգնել է այդ տեսքով այդ պատմական իր տեսքով ու գնալ այնտեղ ֆրֆռալ ու ինչ որ ինստրուկցիաներ վերել ասել թե ինչա պետք անել ոնց է պետք տեսնես Դիլիջանի դպրոց տարել են թե չէ միջազգային Պարոն Մանվելյան բայց կներեք տարել են գոնե այն պարկը որը հենց Ռուբեն Վարդանյանը վերականգնել է Իշխանության ընտրած այս քաղաքականությունը մինչև ուր կարա հասնի։ Ինչ անենք, որ ժողովուրդը վերջապես թափվի ու այն զանգվածը, որ դեռ ապրում է
վարդագույն ակնոցների հետևում, իրականությունը տեսնի ու հասկանա, որ մենք կանգնած ենք երկիր կորցնելու շահի։ Նայեք, ես ցավոք սրտի կարծում եմ ձեր ասած վարդագույն ակնոցներով զանգվածին ոչ մի հետ չի բերի։ Մինչև չգան իրանց տունը չմտնեն զինված, ցավոք սրտի մենք ունենք ցեղասպանության փորձ, էլի, որ կարդում եք այդ էջերը ոնց էին մարդկանց սպանում։ Ասենք հայտնի փաստ կա, որ երբ որ հայերին Էրզրում քաղաքի միջով տանում էին, Էրզրումի հայերը ոչ մի բանով չէին օգնում, կարծում են սրանք ինչ որ սխալ հայեր են, էլի։ Ինչ-որ բան են չին արել դրա։ Մինչև իրանց հետևից չեկան, կամ էլ ասենք տասնյակ դեպքեր գիտենք, որ ֆիդայիները իջնում են սարերից, ասում են եկեք ձեզ տանենք սարերը ընդ ապահով, որտեղ կողքի գյուղերում արդեն սպանությունը գնում է, այս մարդիկ չէին հավատում, չէին ուզում այդ ֆիդայիների հետ գնան այս սարերը իրենց կյանքը փրկեն, որտեղ չէին հավատում դրան, այսինքն մինչև այդ ամենը չեկավ իրանց տուն։ Շատերի տունը եկավ, Գագիկ Ծառուկյանը այսքան այդ գործարանները փակելով, այսքան 15,000 երևի կամ ավել քաղաքացի մնացին անաշխատանք, անգործ։ Հա, բայց եթե հաշվի առնենք իրենց ընտանիքները, ավելի մեծ թվով մարդիկ 30-40,000 Եթե ոչ ավելի։ Հիմա այդքան մարդու տուն արդեն եկավ եւ վստահ եմ իրենցից շատերը ընտրել են հենց այս իշխանությանը։ Ունտեղ կա նաև եթե այդ մեծ համատեքստով ենք նայում, նաև արտահաման հետ կապված խնդիրները, այն Արարատյան դաշտավայրը, որը հիմնականում քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին, հիմա բողոքում են, որ տոննաներով լոլիկը, չգիտեմ, վարունգը, մրգերը եւ այլն ուղակի փտում են։ Իրանք երևի հմեք չեն նայում։ Թող հմեք նայեն, ասեն դա ասում են ամեն ինչ լավ է, ոչ մի բան չի փտում։ Շուտով խաղողն էլ արդեն ասեցիք։ Հիմա որ ասում ենք իրանց տներ չեն մտնում, ակնհայտ մտնում է։ Հա, հիմա արդեն մտնում։ Ու սրա լուծումը ո՞րն է։ Նայեք, կոպիտ ասած, այս բանի դրա լուծում չկա։ Իրավիճակը պետք է այնաշյան վատ, որտեղ նայեք, շուտով աշունն է գալի, որտեղ էլի մի քանի ծանր դեպքեր են սպասում։ Առաջինը դա ըստ Ալիևի պահանջի սկսվելու է այսպես կոչված անկլավների հանձնման գործընթացը։ Դաշտում է նախատեսվում։ Դե ես տենց եմ հասկանում, էլի, որտեղ նրանք երկար սպասել չեն պատրաստվում։ Երկրորդը սրանք պետք է ինչ-որ դեպք սկսեն սահմանադրություն, այսպես կոչված, իրականում գիտեք, չէ, սահմանության փոխելու խնդիր չկա, պահանջում են անկախության հռչակագրից հրաժարվել։ Իսկ անկախության հռչակագրից բայց հրաժարվել շատ խնդրեմ է, որտեղ դա ընդունվել է համընդհանուր ռեֆերենդումով եւ միայն այդ ձև կարելի է դրանից հրաժարվել։ Այսինքն ազգային ժողով իրենք չեն կարող փոխել։ Չէ, մանավանդ հիմա չեն կարող փոխել, որտեղ չունեն սահմանադրական մեծամասն։ Բայց դա ակնհայտ վերածվելու է իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի։ Այո, եւ հետո սպասենք շատ հնարավոր է նաեւ հունվարից գազի գները փոխվեն։ Գազի գնի թանկացումն էլ կարող է իր էֆեկտը ունենալ շատ բացասական առումով, որովհետև գիտեք, սրանց քաղաքականությունը, որ կգնանք արևմուտքի հետ կպայմանավորենք կամ ազգային ժողովում օրենք ընդունենք, որ մենք գնում ենք Եվրամիություն, չէ, օրենք են ընդունել այս մարդիկ, բայց կմնանք ԵԱՏՄ-ում, հասկանում եք, ինչ որ պահ է գալի, որ մարդիկ դադարում են դա հասկանալ։ Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնը վաղտեմուց այդ հարցը դնելու են։ Նույն Վաշինգտոնը այդ հարցը դնելու է, լավ, բայց ռուսական զորքերն ինչ գործ ունեք, քանեք։ Բայց մյուս կողմից էլ որևէ ռեալ բան այնտեղ չեն առաջարկում։ Իհարկե չեն առաջարկում։ Իրանի հետ կապված, հա, միակ բանը, որ արեցին, ինչ որ ջեմ էր փակում, այդ կալաս էր, ինչ էր։ Այդ ինչ որ ջեմ էր փակում։ Դե այդ եմ ասում, նայեք, ոնց որ այս ասում են ծաղիկները ձեր կտանեք, չգիտեմ, Հոլանդիայում երևի հոլանդական վարդեր կծախեք, էջմե ասում աճեցրած եւ այլն, նույն ձևել, ասենք թե մեր անվտանգության հետ կապված խոստումներն են տալու, որը չեն կարողանա դրա պատասխանը տալ։ Այսինքն այսօր Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում։ Եվ այս իրավիճակի լուծում գոնե այս պահին իրանք չեն էլ առաջարկում, չեն էլ ուզում առաջարկեն, որովհետև չունեն դրա լուծումներ։ Իրանք կարող են իրավիճակին միայն sense հետևողի դիրքից նայեն, փորձելով ասենք թե ինչ որ իրենց ռոպագանդայի միջոցով, հմայքով համոզել մարդկանց, որ ամեն ինչ լավ է, լավ ինչի եք հավատում։ Դե որոշակայորեն յուրաքանչյուրի տուն այս իշխանության գործելավոճը մտել է ու պարնային մթերքները մի շաբաթ ինչ որ խանութ չմտնես, մտնում ես արդեն զգում ես, որ ահագին բաներ թանկացել են։
Բայց աշխատավարձերը եւ այս թոշակը, որ իբր 10,000 բարձրացրեցին, ծիծաղելի է, բալանսավորում չկա։ Հա, բայց Ամենից շատ թանկարժեք ընտրությունների մեջ 10,000-ը ցավոք աշխատեց։ Աշխատեց, բայց մեկ բան նշեմ, այդ առումով 10,000 թոշակները բարձրացրեցին հենց հունիսից ընտրություններից հետո մարդիկ սկսեցին ծանուցում ստանալ, որ զրկվել են աղքատության նպաստներից, մասսայական։ Հա, աղքատության նպաստներից են զրկել, ես իրենց այսպես կոչված այդ առողջապահության ապահովագրությունը մաղձավանջա դարել է արդեն։ Նորից մարդիկ գնում են այդ իրենց ապահովագրության ստանալ, բարձրում դրա համար պետք է վճարեն։ Այո, այն ծառայությունները, որ մինչև այդ անվճար նույնիսկ տարբեր մասնագետներ դրա գծով ասում են, որ այն գումարները, որ նախատեսված էին այդ ապահովագրության հետ կապված, արդեն վաղուց սպառվել են, հիմա արդեն հա այնտեղ տեղեկություններ կար, որ ասենք այսինքն կներեք օպերացիայի համար ենթադրենք արժի 100,000 դրամ, ինչ որ թիվ եմ ասում, պետությունը ստիպում է, որ պետպատվերի տակ դա արժենա, ասենք 30,000 դրամ։ Ում է ձեռնտու որ հիվանդանոցին, որ նման բանի գնա։ Չէ, բայց ամեն մեկը չէ, որ հաճախ գնում են վիրահատության, շատ հաճախ մարդիկ գնում են պարզապես թերապևտի մոտ, նեղ մասնագիտական բժիշկների մոտ, որոնք մինչև այս փոփոխությունը անվճար էին, հիմա դարձել են վճարովի։ Ես մի օրինակ բերեմ հենց ին վրա, ժամանակին գիտեք, քիչ մեկ առ այդ սոցփաթեթ կոչվածը, որ այդ շատերը օգտվում են։ Մանկավարժներ։ Հա, ես էլ էի դրանից օգտվում ու այս տարել որոշեցի, դե արդեն մտել այս գնացի ասի այդ սոցփաթեթը աշխատում, որտեղ առաջ դրան որոշակի, ասենք թե ստուգումներ էին իրականացնում, արյան անալիզներ եւ այլն, ամբողջը ծրի էր։ Ավելի շուտ ծրի չէր, էլի սոցփաթեթի շուտ։ Երբ որ գնացին ինձ ասացին, չէ, հիմա դա չկա։ Եվ մաքսիմում որ մենք ձեզ ինչ կարող ենք անել, կարող ենք ասենք թե ձեր ճնշումը չափել։ Հա, եւ մեկի քաշը, հա։ Եվ մեկի կարող ենք ձեր հասակը, քաշը կշռել, ճնշումը չա, ասում բա մնացած չէ, ասում մնացածը վճարովի է։ Մնացած ամեն ինչ վճար, ասում բա այդ դեպքում ես վճարում եմ էլ այդ ապահովագրության համար։ Օրինակ այս տարի ու այդ վճարը արվել է։ Չեմ կարող նրանց օգնել, չէ, ասում մենակ եթե հիվանդանաք։ Սա մինչև ընտրություններն էր։ Հիմա վախենամ հիվանդանամ էլ ինձ դա չի օգնեց։ Չէ, հիվանդանակ կլավանեք, նոր բժիշկը կարող է ընդունի, կարող է չընդունի։ Ես հասկացա, եթե ուզում ես գնաս նեղ մասնագետի մոտ, պետք է մի հատ նախորդ գրանցվել թերապևտի մոտ, թերապևտին առանձին պետք է վճարես, մի հատ էլ արդեն նեղ մասնագետին առանձին պետք է վճարես։ Այո, ես կանխատեսել էի, որ կոլապսի է գնալու այս առողջապահության ապահովագրությունը, որովհետև իրենք ինչ համակարգ ստեղծել են այդ զրոյից այդ համակարգը կենսունակ չի եղել։ Ինքը խնդիրներ է ունեցել եւ դարել է դարդ, կոպիտ ասած։ Պարոն Մանվելյան, բայց ելի վերադառնանք մեծ քաղաքականությանը, փաստացի մենք ինչ ունենք հիմա։ Ունենք կարող ենք ասել, որ քաղաքական ճգնաժամ ունենք Հայաստանում։ Նայեք, քաղաքական ճգնաժամ չէ, ես դա չէի գոս։ Մենք ավելի շուտ գործ ունենք կառավարման ճգնաժամի հետ։ Հա, որտեղ քաղաքական ճգնաժամ, եթե ընդունենք Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարանք ասենք քաղաքական ճգնաժամ կա, բայց քանի որ Հայաստանը արդեն ընտրված, ասենց ասեմ, դիկտատուրա է, նույնիսկ միջազգային քաղաքագիտության մեջ այդ հատուկ տես տերմին մտցրել են, որտեղ Էրդողանը արևմուտքում ընկալում է քաղաքագիտական շրջանակներում որպես դիկտատոր, բայց որը կարողանում է ամեն տարի ընտրությունները ինչ որ ձևով հաղթարի ունենալով ահռելի պետական իշխանական ռեսուրս։ Սա հասկանում որ այդ ռեսուրսի հաշվին է ինքը ամեն տարի վերարտադրվում տարիներ շարունակ արդեն 20 տարուց ավել է վերարտադրվում է այդ մարդը։ Հիմա ասենք նույն իրավիճակը Հայաստանում մենք գծված դիկտատուրա է, եթե ժողովրդավարության մասին խոսենք, հա իսկապես հստակ ժողովրդավարության ճգնաժամ կա։ Իսկ կառավարման ճգնաժամ ինչով է դա։ Կառավարման ճգնաժամը այն ինչ որ մենք տեսնում ենք, ասենք թե տնտեսական կոլապսով, որ գնալով խորանալ է, որ աշնան էլ ավելի կխորանա, լոգիստիկ կոլապսով, օրինակ Երևանում դա կարող ենք ասել, ասենք տեղաշարժվել հնարավոր չէ արդեն Երևանում։ Որտեվ այս մարդիկ չնայած 8 տարի իշխանությանը, տենց է երկիր կառավարել չսովորեցին, որտեվ իրանց ուշքն միտքը ոչ թե երկիր պետություն կառավարել, այլ իրենց ուշքը միտքը ոնց իրենց համակարգը իրենց աթոռների վրա սոսնձված պինդ մնա։ Ու դրա համար պատրաստ են ամեն ինչի, ու այդ թվում նաև այս տրամաբանությունը, որ իրենց բերել է նաև այս դիկտատուրայի ստեղծման։
որի տրամաբանության մեջ է մտնում, ամբողջ ընդդիմադիր դաշտի ամենահայտնի դեմքերին, ամենաուժեղ քաղաքական գործիչներին, ամենասենց ասենք խարիզմատիկ մարդկանց տանեն եւ փակեն բանտերը, որտեղ այլ կերպ պայքարել իրենց դեմ իրենք չեն կարող։ Սա արդեն կառավարման ճգնաժամի մասին է խոսում, որտեղ բայց սա նաեւ իր հերթին հանգեցնելու է քաղաքական ճգնաժամի ժամանակի ընթացքում, պլյուս եթե դրան ավելանա նաեւ տնտեսական այն իրավիճակ, որը այս բանից ցավոք սրտի խորանալի միայն միտում ունի։ Եվ վերջնարդյունքում մենք ինչ ենք ունենալու այդ դեպքում։ Նայեք, սենց ասեմ, իրենց համար լուծումը սա տոտալիտար համակարգի ձևավորումն է։ Ունենք ռեսուրս։ Նու ըստ իրենց պատկերացման հավանաբար իրենք պատկերացնում որ ունեն այդ ռեսուրսը։ Որտեղից Եվրոպան եթե փողը չտա։ Չէ, Եվրոպան ես վախենամ փողը կտա, որտեղ իրենք թքած ունեն, էլի, այն հայտնի խոսք կար ժամանակին, կարծեմ Նիկարագուայի դիկտատորի մասին է, Սամոսա կար, որի մասին ամերիկացիները ասում են ինքը շանտաղ է, բայց ինքը մեր շանտաղն է։ Հիմա մոտապես սրանք տենց են վերաբերում նաև այս անձին, որ ինքը իրենց շանտաղն է, էլի, թքած թե ինքը այդ երկրում ինչ է անում։ Սամոսան դիկտատորը, որ հազարները մարդ է ձերբակալում ու սպանում, բայց իրենց համար ամերիկացիների համար մեկ է։ Հիմա սանց համար էլ է մեկ Նիկոլը քանի 100 մարդ կուղարկի բանտերը։ Այդ առումով մի անգամ կարծեմ Արմենն էր Աշոտյան ասել, որ եթե վաղը միսօրը բռնի ինձ քաղաքի կենտրոնում գնդակահարի, ոչ մի եվրոպացի տեղից չի շարու, չի գա ասես ինչ է սանում։ Կարծեմ իմ մոտ հյուրընկալված ժամանակ ասես դա, կարող է ուրիշ տեղեր էլ ասել 5-րդ ալիքում, ասեց ես եվրոպացի իմ գործընկեր չինովնիկների հետ Եվրոպարլամենտից նաև խոսել եմ, ասել են կներեք պարոն Աշոտյան, բայց հիմա քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ եթե անգամ քեզ հրապարակում գլխատեն, մենք ոչ մի բառ չենք ասել։ Կարող ենք ցավակցել, մեյլեր գրել կամ բան, ձեզ անձնապես, բայց ասենք հրապարակային ոչ մի բան մի սպասեք։ Հիմա մենք տեսնում ենք, որ ճիշտ էր ըստ էության։ Հա, ու հիմա այս իրավիճակն է, սա նկատում օրինակ հայակվեն, մենք շատ ակտիվ աշխատում ենք եվրոպական հիմնականում աճ ուժերի հետ։ Եվ ինչ են ասում։ Ֆրանսիացիներ, դե իրենք որպես կանոն ընդդիմության մեջ են։ Բելգիայում, Նիդերլանդերում, Ֆրանսիայում եւ տարբեր այլ երկրներում Ավստրիայում պարբերաբար հանդիպում են իրենց հետ, հենց ավետիքներ հանդիպում։ Օրինակ անցյալ տարի հենց այս շրջանում ավետիքը Չալաբյան գտնում էր արևմտյան մի շարք երկրներում այդ հանդիպումների մեջ են աճ քաղաքական ուժերի հետ, որոնք լինելով ընդդիմություն ամեն դեպքում մեր նկատմամբ մեծ համակրանք ունեն, հատկապես կապված Արցախի հարցից։ Իրենց մոտեցում բացարձակ այլ է, քան ասենք թե ինչ որ ունի այսօր Եվրամիությունը, որոնք գտնում են որ Արցախում տեղ ունեցել էթնիկ զտում, որը հավասարազորը ցեղասպանության, որը պետք է ասվի, խոսացվի դրա մասին եւ այդ մարդիկ վերադառնալու իրավունք ունեն, որի մասին նույնպես պետք է ասվի։ Այսինքն գոնե աճ քաղաքական ուժերը էս իրանք որոշակի հայտարարություններ արեցին կապված ավետիքի ձերբակալության հետ, բայց շատ լավ հասկանում որ այն ուժերը, որոնք այս պայն իշխանության են, նրանց համար իրանք դիտարկում են խնդիրը հետեւյալ ռակուրսով, այսպես ասենք, հակառուսական տրամաբանության մեջ։ Այսինքն այսօր եթե դու ինչ որ մեկի վրա մատը ցույց տանի, ասի ինքը ռուսամետ քաղաքական գործիչ է, ցանց հետո իրենք կարան արդեն ձերբակալեն, ինչ ուզում ես անեն, արևմուտքը կլռի։ Այս առումով Հովհաննեսն էր իշխանային մի անգամ շատ լավ արտահայտվեց, ասում են երկու ստեղծվել է ինչ որ ապարտեիդ, էլի, սրանք մեր քաղաքական գործիչներին չի կարելի ձերբակալել, սրանք ռուսամետ են, սրանք կարելի է ձերբակալել։ Ամեն ինչ կարելի է անել, որը իսկապես շատ գրեհիկ է հնչում։ Այդ դեպքում ավելի լավ արևմուտքին ինչ որ երբեմն ձայնը կտրել է, ավելի ոչ թե ի պաշտպանության սրանց հանդես գա, որովհետև դրանով նաև ինքը իր հեղինակություն է գցում, որովհետև ցանկացած պատերազմ վերջ-վերջով վերջանալու է, բայց մենք շատ լավ հիշելու ենք, չէ՞, հայտնի Մարտին Լյութեր Քինգը ուներ, ասում էր վերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների անեծները, այլ մեր ծանոթ բարեկամների լռություն, այո։ Եվ իրականում դա շատ կարևոր է, որովհետև հիմա այս իրավիճակում շատ շատերը փորձում են իրենց դիրքավորել շարից փորձանքից հեռու, մեզ դա չի վերաբերվում, սա քաղաքականություն է եւ այլն, բայց էլ եմ ուզում ասել, որ այդ լռողները, անտարբերները, իրենց այս ամեն ինչից մի կողմ դնողները ըստ էության շատ մեծ չափով նպաստում են այն ամենին, ինչ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը։ Ոնց որ ասում են, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, միևնույն է քաղաքականությունը քեզանից զբաղվում է։ Հա, ցավոք սրտի այս իրավիճակը, այս անտարբերությունը ամենասարսափելի բանն է, որ կա, որ մարդիկ ուղղակի
առանձին հանդիպում են քեզ, տեսնում են, սկսում են բողոքել, բա երբ կլինի սրա վերջը եւ այլն, բայց նույնիսկ երբ որ այդ խնդիրը գալի իրենց է մատին չեն տա, որ ինչ որ բանով քեզ օգնեն, թեկուզ իրենց շահերը պաշտպանեն։ Էս էլ է խնդիր, շատերը վախենում են նույնիսկ իրենց շահերը պաշտպանեն, ավելի լավ ասում են լուր մնանք, բան։ Դե մտածում են կպայմանավորվենք, բան կանենք։ Իմիջիայլոց ես նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ էլ չի եղել դեպք, որ որևէ մեկը պայմանավորվի եւ հաջողության հասնի։ Բացի Ալիևից եւ Էրդողանից, այս բարակայում այդ պետք է նշենք։ Սա էլ եմ ուզում շեշտել, այն մարդիկ, ովքեր որ կարծում են, որ լուր մնալով իրանք կշահեն, իրականում սխալվում են։ Որտեղ ժամանակը ցույց տվեց, որ հակառակը այդ մարդիկ էլ են տուժում, որտեղ այս մամլիչը որ սկսում է աշխատել բոլորի դեմ, ինքը նաև սկսում է աշխատել դրանց, որտեղ նայեք հիմա ասում եք, որ Ծառուկյանի աշխատակիցները բողոքում են, որտեղ իրանք սկսեցին բողոքել այն պահին, որ այդ եկավ կպավ իրենց գրպանեին, եւ դա վերաբերում է բոլորին, որտեղ բոլորին է գալի կպները։ Դե սեգմենտավորված է, հիմա ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը հաջողացրել է գերսեգմենտացնել հասարակությանը, քաղաքական համակարգը, կան խմբավորումներ, կոպիտ ասած, որոնք ընդդիմության մեջ լինելով իրար նկատմամբ ունեն ոչ միանշանակ վերաբերմունք եւ մի իրավիճակում են, երբ մեկին բռնում են, մյուսը բան չի ասում, որովհետեւ մտածում է դե հիմա իմ կոնկուրենտն է եւ այլն իր մասով ես բան չասեմ, ու հետո տեսնում ենք հիմա որ նայում ենք, այդ բոլոր շերտերից, այդ բոլոր շրջանակներից ինչ որ մեկը բռնված է։ Հա, որտեղ նայեք, գոնե այս իրավիճակը պիտի հուշի ընդդիմությանը, որ միակ լուծումը միավորումն է։ Եթե չասենք մեկ միասնական միավորում ստեղծել, գոնե մեկ միասնական պլատֆորմ ստեղծվի, որտեղ ընդդիմությունը կարողանա իր հարցերը լուծել, կարողանա ասենց ընդհանուր քաղաքականություն մշակել, որտեղ կան լիքը ուղղություններ, որտեղ մենք պետք է ընդհանուր լինենք։ Մեկ հենց քաղաք բանտարկյալներից Այո, միանշանակ դա։ Միանշանակ քաղաք բանտարկյալների հարցը բոլորս պետք է այսինքն չլինի իմ քաղաք բանտարկյալը, քո քաղաք բանտարկյալը, քաղաք բանտարկյալը։ Մարդիկ ձերբակալում են կարծիք ունենալու համար, կարծիք արտահայտելու համար, ինչ որ չգիտեմ, Facebook-յան գրառման համար, երբ որ հիշում ենք կնոջ որ համարձակվեց հարց տա, այսօր աշխատանքից են հեռացում, ու դա նորից մասսայական շտով բնույթ է կրելու։ Աշտանը կտեսնենք, որ հարյուրավոր, հազարավոր մարդիկ սկսեն հեռացվել, հետապնդվել, զուտ նրա համար, որ ասենք թե իրենք ժամանակին լռել են։ Որտեւ այս համակարգը ցանկացած այս իրավիճակը, որը դիկտատուրայից տանում է դեպի տոտալիտար համակարգ ձևավորելու փորձին, ինքը նաև ներսին ինքը սկսում է ինքը իրեն ուտել։ Այդ համակարգերը միշտ տենց են, նրանք վերջերս կործանում են, որտեւ ներսից իրենք են իրենց ուտում։ Ու ասենց ասեմ ծամելով ընդդիմություն, նրանք սկսում են նաև իրենց նկատմամբ լոյալ կամ ասենց ասեմ չեզոք մարդկանց սկսեն խժռել, որտեվ իրենք չեն այդ համակարգը չի կարող ապրել, եթե բանտերում չկան հազարավոր մարդիկ։ Ես մի թիվ էլ ասեմ, որ պարզ լինի։ Օրինակի համար Հայաստանում մոտապես այսօրվա դրությամբ 50%-ից ավելի մարդիկ, որոնք գտնվում են բանտերում, իրենք գտնվում են առանց դատ ու դատաստանի, առանց դատարանի ոչ մի, այսինքն այսպես կոչված ժամանակավորված կալանավորված մարդիկ պատժում են կալանքով մարդիկ։ Համացան համար ասեն, որ ասենք Ադրբեջանը, որտեղ հստակ կերպով ընդգծված դիկտատուրա է, դա կազմում է 25%, մեր մոտ 50%-ից ավել։ Եվրամիությունում, Եվրոպայում դա սովորաբար 10% է, 10-ից 15%, որ մարդիկ կալանավորվածության մեջ են։ Այսինքն զրկված են ազատությունից։ Այո, Հայաստանում 50%-ից ավել, հասկանում եք թվերը։ Այսինքն ցանկացած մարդու կարող են ձերբակալել, տանել 2 ամսով կալանք դնել վրան ու մոռանան։ Օրինակ մենք ընկեր ունենք մեր ակտիվ անդամներից հայաքվե խորհրդի անդամ, որին ձերբակալել էին անցյալ տարի 2 եղբայրն 2 ամսով։ Չէ, ինչի համար են ձերբակալում, ասում են ինքը վտանգ է ներկայացում հասարակության համար եւ այդ 2 ամիսը պետք է պահվի, որպեսզի քննչական գործողություն են։ Քննիչը նույնիսկ մեկ անգամ այդ 2 եղբայրների հետ չէր հանդիպում, մեկ անգամ 2 ամսվա ընթացքում։ Այսինքն հետաբար ինչ է 2 ամիս պահում, եթե քննիչը իրանց հետ չի հանդիպել, 2 ամիս հետո բաց թողեցին։ Զուտ 2 ամիսը դա պատժի ձև է։ Իսկ քաղաքական գործիչները դες համոզված եմ ցավոք, որ դա 2 ամսից հետո կարող է եւս 2 ամիս ձգվել, հետո մի ամիս, հետո Թևանյանի բարակայում եւս 2 ամիս ձգվեց, այսինքն սպասելու կանխատեսելի, հասկանում ենք էլի։ Եվ սա արդեն որպես պատժամիջոց օգտագործվում է այսօրվա ռեժիմի կողմից։ Ու վաղուց է դա օգտագործվում, շատ շուտվանից խոսում ենք այդ հիմա դա մասսայական հիմա արդեն ակնհայտին ժամանակ էլ էր ակնհայտ, ուղղակի մասսայական չէր ու այս ծավալը չէր զգում, էլի, բայց հիմա որ արդեն ասենք
այդպիսի մարդ չկա, որ քաղբանտարկյալ ծանոթ չունենա, էլի, որ անձամբ չի շփվել այդ մարդու հետ։ Հա, ասենք թե վառացիոն 2 օր առաջ Նարեկ Կարապետյանի ինչ որ քրեական գործ դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով, եւ որ այդ մարդը արդեն падգամավոր է եւ դա արդեն ազգային ժողովը պետք է որոշի 5 ամսա թվով գործ էին բերել էլի։ Ու Ղազինյանի հետ կապված արագ ուղարկել էին դատարան, այդ Հա, որպեսզի Ղազինյանին այդ падգամավորելու հանգամանքը չկարողանա օգտագործել։ Ընթացքում էլ այսինքն ինչ որ բաներ փոփոխում են, որ մարդկանց այդ կալանավորման շրջանը երկարացկեն ոնց որ պարոն Թևանյանի դեպքում սկզբում չկար, չէ, գործում պետական գաղտնիք այդ եզրույթը։ Հետո ընթացքում ինչ որ որոշեցին, դե չէ, պետք է ավելացնենք, որ հիմնավորենք ինչ որ մի ձև այդ մարդը։ Չէ, ինչ որ բան ցույց տալու համար դե Արեգտանցի ձերբակալությունն էլ դրա հետ էր կապված, որ ասեն քնչական գործողություն են կարել, էլի, ասենք մարդու ճակատագրի հետ են խաղում, խեղում են, խոշտանգում են, անունը դնում են ինչ որ քնչական գործողություն եւ ունենում ենք այն, ինչ ունենք։ Պարոն Մանվելյան, փորձենք ամփոփել, լավ, մեզ ինչ է մնում անելու այս իրավիճակում։ Ինչ անել, Չեռնիշևսկի։ Նայեք, ինձ թվում է այս հարցը երևի ընդդիմադիր են առաջին դեմ գործիչներին պետք է տալ։ Բայց խորհրդի կարգով ես արդեն այդ մասին ասացի, պետք է փորձել ընդհանուր ինչ-որ պլատֆորմ ստեղծել։ Առանձին պայքարելը սա բերելու է ընդդիմադիր ուժերի մասնատման, իսկ ինձ համար շատ ձեռնատու է մասնատել ու առանձին կոտրել։ Իմիջիայլոց կներեք առաջի փորձերից մեկը Մայր Հայաստան հայաքվե այդ ակցիան էր, հա։ Ու դա օրգանիկ շատ ստացվեց։ Եվ դա շատ լավ, իդեպ շատերն էլ եկան միացան, նույն հետո հանրապետականները հետո հանրապետականները եկան միացան, հետո ուժեղ Հայաստանի երիտասարդները եկան միացան այդ ակցիային եւ այլն, իսկ սա շատ լավ փորձեր ու սա պետք է անպայման առաջ պետք է բարբերաբար այս ուղղությամբ պետք է աշխատել ու այս պահին մենք եւ Ավետիք Չալաբյանի եւ Անդրանիկ Թևանյանի եւ մյուս քաղբանտարկյալների հարցերը բարձրացնել, բայց սա շատ լավ պլատֆորմ է նաեւ քաղաքական որոշակի երկխոսություն սկսելու համար։ Ոչ թե երկխոսություն մեր մեջ, այլ երկխոսություն ընդդիմության եւ ժողովրդի միջեւ, որպեսզի իսկապես դրվեն խնդիրներ, մտահոգությունները բարձրացնել, որովհետեւ սա բացատրեմ, սա քաղաքական խնդիր չի։ Սա ժողովուրդ ջան, ձեր գոյատևման, ձեր մնալ չմնալու խնդիրն է, ձեր ապրել չապրելու խնդիրն է, ձեր հաց ունենալու խնդիրն է, սկսենք դրանից նաեւ։ Ուղղակի ձեզ հաց ունենալու, ձեր աշխատանքի խնդիրն է, որտեղ վաղ միսօր գալու են բոլորի զրկելու են եւ աշխատանքից եւ ինչ որ գործ անելուց, այսօր երբ որ մարդկանց հետապնդում են իրենց ընկերությունները փորձում են փակել, այսինքն ինչ որ տեմ են Գագիկ Ծառուկյանի շրջակայքում։ Հավատացեք, վաղ միսօր բոլոր ընկերություններին է դա վերաբերվելու։ Հա, հենց մեկը դուրերը չեկավ, կասեմ, փակեք, խլեք, տարեք։ Ու ապայման չի դա քաղաքական թեմա լինի։ Հա, բացեր, երբ որ իրանք արդեն այնքան լկտիանա, որ հասկանան, որ իրանց դեմ խաղ չկա, այսպես ասենք, դա վերաբերում է բոլորին։ Իմիջիայլոց ես էլ ասեմ ու ավարտենք, Սաակաշվիլին վերջի տարիներին նման լկտիացում ցուցաբերեց։ Ես հիշում եմ, որ այդ տարիներին Թբիլիսի որ գնում գալիս է, այնտեղ որ խոսում ենք այդ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, ասում են լկտիությունը հասել այն աշճանի, մենք մի քիչ այլ հայացքով էինք նայում, բայց ներսի մարդը բոլորովին այլ էր պատկերացնում ու ասում էր այդ մասին, ասում է $20,000 եկամուտը թե շրջանառությունը, թե բիզնեսը գերազանցեց, նախագահականի տղաները գալիս էին, ասում էին արդեն 50-50 ենք, այսքան փայ ենք եւ այլն։ Հələ մեկը փորձեց չհամաձայնվել այդ ամեն ինչի հետ, բանդային սկանդալը Սաակաշվիլու դրա վառապացության։ Դեպի հենց այսօր կարծեմ սոցցանցերում հայտնվեց մի քանի լուրեր մասին, որ արդեն Աննա Հակոբյանն է ինչ որ փայ մտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային հետ եւ այլն։ Չէ, մի հատ լուր տարածվեց, թե ինչ գումարներ են մուծվել բիզնեսները Աննա Հակոբյանի հետ։ Դրա վրա պետք չի զարմանալ, էլի, որովհետեւ իսկապես ամեն ինչ գնում է դրան, այսինքն համակարգը ինչքան իրան ավելի լկտի է պահում, երբ որ կարողանում է անդիմությանը ճնշել, ինքը դրանց հետո անցնում է արդեն սովորական քաղաքացիների մյուսները արդեն բոլորը սկսում են զգան իրենց մաշկի վրա եւ ամեն ինչ գնում է դեպի դրան։ Շնորհակալություն, պարոն Մանվելյան, հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր հյուրընկալել էինք միջազգայնագետ հայաքվե միավորման խորհրդի անդամ Արմեն Մանվելյանին։ Երևի այսքանով եզրափակենք, մեկ շաբաթ հետո կհանդիպենք, հուսանք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում քաղբանտարկյալների թիվը Հայաստանում չի ավելանա։ Եվ հուսանք, որ մեր ժողովրդի մոտ մի փոքրիկ, այդ ինչպես նշեցի, վարդագույն ակնոցները դուրս կգան։ Հուսանք։ Հուսանք։ Այսքանը կհանդիպենք մի շաբաթ։ Տեսություն։